Դիանա Գրիգորյանի վերջին զանգ հեռուստասերիալում Սոսի հոգին չի հանգստանում։ Նա կրկին վերլուծում է իր առևանգման օրը տեղի ունեցած իրադարձությունները և մի կարևոր հանգամանք է հիշում։ Հիշում է, որ Զավենիչն առաջիններից մեկն էր, ով իմացել էր իր անհետացման մասին։ Ու հենց այդ պահին Սոսի ուղեղում միացնելով ամեն ինչ, հասկանում է, որ Անգելինան է եղել զանգողը։ Այդ միտքը Սոսին հանգիստ չի տալիս, նա միանգամից ուղղվում է դեպի Անգելինայի տուն։ Դուռը բացում է Վիկտորիան, Սոսը մտնում է ներս ու շատ հստակ կոնկրետ հարց է տալիս. Իմ մոտից գնալուց հետո ինչի համար է Անգելինան մտահոգվել ավագի վիճակի մասին։ Ինչու ես դու վատացել, ավագ, հարցնում է Սոսը։ Ավագը շփոթվում է, Վիկտորիան նույնպես, նրանք փորձում են շունչը պահել ու ձևացնել, թե ոչինչ չի եղել։ Ասում են մի քիչ ճնշումն էր բարձրացել, ոչ մի լուրջ բան, բայց Սոսը չի հավատում այդ պարզաբանումներին։ Նրա աչքերից երևում է, որ հասկանում է որևէ բան թաքցվում է իրենից։ Նա որոշում է հարձակվել ճշմարտության վրա այլ կողմից, ու Անգելինայի ներկայությամբ բացահայտ ասում է, թե ինչ խոսակցություն է տեղի ունեցել իր ու ավագի միջև։ Սակայն ավագը, չնայած այս բաց խոսակցությանը, կտրականապես հրաժարվում է զարգացնել թեման։ Սոսը ստիպված է ձևացնել, որ հավատացել է, բայց այդ տան շեմից դուրս գալիս արդեն վստահ է, ավագն ինչ-որ բան է թաքցնում, և այդ ամենը կապված է Անգելինայի հետ։ Քաղաքի մյուս կողմում իրավիճակը կրկին բարդանում է։ Միքայելը հերթական անգամ խլում է իր որդուն Աննայից։ Նա երեխային բերում է իր տուն, առանց նախազգուշացման, առանց խոսքի։ Սա պարզապես խանդի պահ չէ, սա վրեժի հստակ պլանի առաջին քայլն է։ Եվ ինչի վրեժ, որպեսզի Աննան զգա այնինչ ինքն էր զգացել տարիներ առաջ, բայց Միքայելը մոռանում է, որ իր ձեռքում երեխան խաղալիք չէ, ոչ էլ Աննան է խաղալիք։ Նա երեխայով փորձում է ազդել մոր հոգու վրա, մոռանալով, որ խաղում է անմեղ էակի ճակատագրով։ Մինչ Աննան փորձում է գտնել ճիշտ լուծում այս իրավիճակից դուրս գալու համար, նա անզգուշաբար մի դժբախտություն է բերում իր գլխին։ Լիլիթի ներկայությամբ Աննան պատմում է Սոսի հետ իր համբույրի մասին։ Լիլիթի մեջ բռնկվում է այն ամբողջ չարությունը, որ այսքան ժամանակ գրպանում էր պահում։ Նա միանգամից ուղևորվում է Սոսին մոտ ու հարձակվում նրա վրա։ Ռիվը թեժանում է։ Լիլիթը կորցնում է ինքնատիրապետումը, նա չի էլ հասկանում, որ իր այս պահվածքով ոչ թե պաշտպանեց իր դիրքը, այլ ավելի ստորացավ Սոսի աչքին։ Բացի այդ, քիչ անց Լիլիթը նաև զանգում է ու այդ մասին պատմում առանց այն էլ գազազած Միքայելին։ Հիմա Միքայելն ունի արդեն իր բոլոր հարցերի պատասխանները, որոնք չստացավ Հենրիից։ Իսկ այս բախումներից մի փոքր հեռու Էլիզը նույնպես իր պատերազմն է մղում։ Վերջապես գալիս է այն պահը, երբ Հենրին հրաժարվում է որդեգրելու գաղափարից ու վերջնականապես հասկացնում է Էլիզին, որ իր ապագան նրա հետ չի պատկերացնում։ Էլիզը խեղճացած հեռանում է ոչ թե լռությամբ, այլ սպառնալիքով։ Դու Անգելինատ երջանիկ չեք լինելու երբեք։ Կյանքը բումերանգ է ու դուք երկուսդ էլ ստանալու եք ձեր արժանի պատասխանը։ Այսքանից հետո միայն մեկ հարց է կախված օդում։ Արդյոք ճշմարտությունն իրոք պետք է բացահայտվի, թե սա այն դեպքն է, երբ բոլորը գերադասում են ապրել ստի մեջ, միայն թե չբախվեն այն իրականության հետ, որ կարող է բոլորին վերջնականապես կործանել։ Հարգելի հետևորդներ, ինչպես կնայեիք այս սերիալի սցենարին, եթե այդպես էլ ճշմարտությունը չբացահայտվեր։ Միգուցե այդպես ավելի ճիշտ է բոլորի համար։ Գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում։